Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հաջորդ հարցն է Ազատություն ռադիոկայանում։ Պարոն վարչապետ, դուք ասացիք, որ հոգևոր նորոգման օրակարգն եք կիսում, այսինքն ձեզ միավորում եք այս եպիսկոպոսների հետ այդ օրակարգը եւ ողջունեցիք նրանց հայտարարությունը, որով նրանք պատրաստվում են հավաք անցկացնել կաթողիկոսին հեռացնելու պահանջով։ Մինչև այս հայտարարությունը անելը արդյոք նրանց հետ հանդիպում ունեցել եք, եթե այո, նրանք մինչև հայտարարելը պատմել են իրենց մտադրության մասին ձեզ եւ երկրորդ հարցը փաստորեն պարոն Փաշինյան, դուք ասում եք, որ չնայած իրավապահների լռությանը, դուք ասում եք, որ շարունակում եք պնդել, որ կաթողիկոսը զեկուցում է օտարերկրյա ծառայություններին եւ հակապետական գործողություններ է իրականացնում։ Չեք կարծում, որ դուք լինելով երկրի ղեկավար ձևավորում եք վտանգավոր մի նախադեպ, որով քաղաքացիները մարդիկ առհասարակ միմյանց կարող են խիստ ծանր մեղադրանքներ հնչեցնել, այս դեպքում դուք գրեթե պետական դավաճանության մեղադրանք եք հնչեցնում կաթողիկոսին եւ կատարել դրանից բխող գործողություններ։ Եվ դուք փաստորեն այս իրավիճակում փաստորեն ստեղծում եք մի նախադեպ, որով առանց իրավական գործընթացների կարելի է մարդկանց մեղադրանքներ հնչեցնել եւ դրանից բխող գործողություններ իրականացնել։ Նախ 10 եպիսկոպոսների հավաք անցկացնելու մտադրության մասին ես իմացել եմ իրենց հայտարարության տեքստը կարդալով։ Երկրորդը, ես էլ եմ ասում, ես ոչ մի իմ հայտարարության պահին ոչ մի գաղտնի բան չեմ բացահայտել եմ արդեն բացահայտվածը։ Բացահայտել եմ արդեն բացահայտվածը։ Մամուլի հրապարակում, մամուլը փաստաթուղթ է հրապարակել։ Փաստաթուղթ, ընդ որում այդ փաստաթուղթը գտնվում է նաև պետական մարմինների տիրապետության տակ։ Պետական մարմինների տիրապետության տակ։ Ինչ կա, իմ ասածի մեջ ոչ մի նորություն չկա։ Ոչ, ես մտանգավոր նախադեպ չեմ ձևավորում, որովհետև ի տարբերություն ոմանց, այդ թվում ցավոք լրատվամիջոցների անհիմն հայտարարություններ չեմ անում։ Դա կոնկրետ հիմնավորումներ ունի եւ հրապարակային են այդ հիմնավորումները։ Իրավական process ինչու՞ չհետևի դրան։ Իրավական process, որովհետեւ իրավական process-ը ունի բազմաթիվ նրբություններ։ Այդտեղ նաեւ միջպետական հարաբերությունների 1000 հարց կա։ Ընդհանրապես եթե դուք ուշադրի լինեք այդ ոլորտներին, կտեսնեք, որ շատ կարեւոր նրբություններ կան, որոնք պետք է հաշվի առնել։